Նախ սկսենք այնտեղից, որ ժողովրդին կեղծ ընտրանք առաջարկելով Հայաստանի Հանրապետության իշխանություններին հաջողվեց ալեգորիկ կերպով ասենք, որ մարդկաց պարզ լինի Գոսդումայի մանրակերտը դնել Երևանյան մասնաճյուղը բացել Երևանում։ Այսինքն հաշվի չառնվեցին որևէ կերպ հայ ժողովրդի արևմտյան դիրքորոշումները եւ իշարս սրան Հայաստանի ներկայիս իշխանություններին կամ անցյալ իշխանություններին, որոնք որ փորձում են վերարտադրվել արբանյակ եւ ծածկահարույց սատարող ուժերի կողմից, քանիցս փորձվեց, որ իրական այլընտրանք հանդիսացող Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը եւ նրա առաջնորդը հեղինակազրկվեն հայ ժողովրդի աչքին։ Եվ այդ դրսերում ծավալած տարբեր կալիբրի, մանրախնդիր եւ փոքրոքի ռեագենտները, որոնք որ գործում են Հայաստանի Հանրապետության շահերին դեմ, փորձեցին զրկել հայ ժողովրդին ընտրանքից, առաջարկելով կեղծ ընտրանքներ, որոնք որ իրենք էլ իրենց քաղաքական հայտարարությունների մեջ քանիցս ասել են, որ չեն պատրաստվում գնալ ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի կառավարության եւ որոշումների եւ հարկ եղած դեպքում մասը կդառնան նրանց քաղաքական որոշումների եւ նրանց օժանդակությունը կբերեն վերարտադրման գործընթացում։ Սա նկատի ունենալով, ես ուզում եմ ասել, որ սիրելի ժողովուրդ, դուք մանիպուլացվել եք, թե դրսի այդ ռեագենտների կողմից, որոնք հակապետական եւ հակահայ քարոզչությամբ զբաղված կեղծ ընտրանքներ առաջարկեցին ձեզ, հերյուրանքներ տարածելով Հայաստանի Շնորհապետական Կուսակցության եւ նրա նախագահի վերաբերյալ, թե ներկայիս իշխանությունների եւ այդ ռուսամետ ընդդիմության կողմից, որոնք որ ստեղծեցին մի դաշտ, որտեղ ծվեն են անելու Հայաստանի Հանրապետության ազգային թիվ 1 քաղաքական ինստիտուտի մասնաբաժինները եւ որևէ կերպ չտանեն Հայաստանի Հանրապետությունը, այլ թողնեն ռուսական ճիրաններում, ռուսական ազդեցության գոտում եւ ռազմաքաղաքական եւ տնտեսական դաշինքներում։ Այնինչ որ դուք տեսաք, եւ Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը առաջիններից մեկն էր, եթե ոչ առաջինը, որ ընտրություններից հետո որակեց Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները որպես ոչ լեգիտիմ։ Եվ մենք ասացինք ընտրություններն են ոչ